բարձրանում ես երկրորդ սարը իրանք կնստած են։ Այս առաջ սարի իմ խոթարքս է, խոթարքը գիտես ինչ է։ Հա։ Սոտքեցիների ականջին է հասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները տեղազննում են արել ոսկու հանքավայրում։ Սահմանազատման նոր հասցեն է Սոտքը։ Ինչպես է անցնելու սահմանը, եթե հայ ու ադրբեջանցի զինվորները մեկումեջ նստած են արևելյան Սևանի լեռնաշղթայի գագաթներում, չեն պատկերացնում գյուղում։ Որ քասարով քան գերեմի 3 կիլոմետր, 4 կիլոմետր իրանք բարձր։ Ինձ կողքի սարում են իրանք են նստած։ Մեկումեջ սարերը, մեկումեջ։ Մեկ հայերի սահմանա, մեկ իրասնա։ Բայց ինչ է նշանակում սահմանը գծել հանքավայրից։ Բաքուն ուզում է արդեն ոսկե արդյունահանել Սոտքի իրեն անցած տարածքից։ Ադրբեջանը վերցրել է իր մասը, ամենալավ տեղը ինքը տարել է։ Հիմա պայքարը ոչ թե բանա Ալիևնան, մենք ենք այլ բանա, գետնի տակի պայքարա, կռիվա։ Արդեն 5 տարի Սոտքի ոսկու հանքի մի զգալի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Այստեղ է, այս գագաթը։ Աշոտ Պապը 5-րդ ալիքի բարձրախոսի վրա ցույց է տալիս, թե ադրբեջանցիները ինչպես եկան ու տեղավորվեցին հայկական հանքավայրում։ 44-օրյա պատերազմից օրեր անց նոյեմբերի 26-ին առանց մեկ կրակոցի ադրբեջանցի զինվորները դրոշ տնկեցին հանքավայրում։ Սա գագաթն է։ Հա, գագաթիմը, այստեղից ցակացա, որ անցկանանես գոլից հանան, փակա։ Գրանից են դրածա։ Իս այս ժամում բիչում, որ ով չվստին իրաց մոտա։ Մեր մոտ չկա, մեր մոտ շուտա։ Նու չկա չնչային։ Այդ օրվանից հանքն ամբողջ ծավալով չի աշխատում։ Այն շահագործող Geopromining Gold ընկերությունը ստիպված եղավ կրճատել աշխատողների թիվը։ Ժողովուրդը կամ հանքում են աշխատում, կամ զորամասում։ Արդեն 5 տարի աննախադեպ քիչ հարկ է գոյանում Սոտքում ոսկու արդյունահանումից։ Սոտքում ոսկու պաշարների մասին հստակ տեղեկություն բաց աղբյուրներում հնարավոր չէ գտնել, բայց դրա տնտեսական արժեքը Հայաստանի համար անգնահատելի է ու դա լավ գիտի Ադրբեջանը։ Բացի ռազմավարական նշանակությունից այդ հատվածի անհրաժեշտ է նշել նաև Սոտքի հանքավայրի տնտեսական ահռելի ազդեցությունը Հայաստանի վրա։ Վստահ եմ, որ Ադրբեջանն էլ է շատ լավ այդ ամեն ինչը հասկանում եւ Սոտքից փորձում է Հայաստանին ճնշել, որպեսզի Հայաստանի վրա ազդեցության եւս մի լծակ ունենա հերթական քաղաքական զիջումը ստանալու նպատակով։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հաջորդ տարվա բյուջեից տպավորություն է ստացել, որ կանաչ տնտեսություն խոստացած կառավարության հույսը հանքերն են։ Եթե կարդում ենք 26 թվականի բյուջեն արդեն հաստատված, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը խոստացել էր կանաչ տնտեսություն, բարդ տնտեսություն, բարձր տեխնոլոգիական եւ բոլոր հնարավոր գեղեցիկ բառերը Մանանձյանի բառարանից գրել էին իրենց փաստաթղթի մեջ, իրենք այլևս չեն թաքցնում, որ իրենց հույսը Սոտքի լիարժեք շահագործումն է եւ ամուլսարն է։ Չի բացառում Խաչատրյանը, որ ինչ որ պահի կիմանանք, որ Սոտքը արդեն միասին են շահագործում Հայաստանն ու Ադրբեջանը։ Չեմ կասկածում։ Տարեսկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են մի քանի 100 կիլոմետր երկարությամբ սահմանը գծել զատելու աշխատանքները շարունակել Տավուշից։ Պայմանավորվածություն կա նաև Թրիփի ուղու շահագործման պայմանավորված արտահերթ սահմանազատում անել Սյունիքում։ Երբ եւ ինչու Սոտքը դարձավ Երևանի ու Բաքվի սահմանազատման բանակցությունների թեմա։ Պարզելու համար հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Թերեզա Կադայեվչյան, Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։